Արհեստական բանականությունն արդեն ամենուր է, աշխատանքում, դպրոցներում, արտադրության ու արվեստի մեջ։ Դրա մասին խոսում են մեծերն ու փոքրերը։ Հայաստանը չի ուզում դուրս մնալ տեխնոլոգիական այս իրարանցումից։ Հոկտեմբերի 14-ին Հայաստանում արդեն 9-րդ անգամ անցկացվեց Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի հիմնական թեման ոլորտում ամենաշատ քննարկվող արհեստական բանականությունն էր։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Հայաստանի ապագան կանխորոշվում է տեխնոլոգիաների ներդրմամբ, ու սա վերաբերում է ամբողջ աշխարհին։ Կարծում եմ ակնհայտ է, որ մեր կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտների և ոլորտի զարգացմանը։ Ես կարող եմ հիշատակել առաջին 3 քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ 2019 թվականին Silicon Mountains-ը մեկնարկել էր փոքր մասշտաբով։ 6 տարի անց այն ընդլայնվել է, փոխվել են քննարկման թեմաները։ ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշում է, վերջին 2 տարիներին միջոցառումը Երևանից բացի կազմակերպվում է նաև մարզերում։ Հայաստանից ու արտասահմանից ոլորտի փորձագետներն իրենց խոսքում ընդգծում են, արհեստական բանականությունն արդեն ապագա չէ, այն ներկա է։ Կենսաքիմիայից մինչև կրթություն, հեռահաղորդակցությունից մինչև գինեգործություն։ Արհեստական բանականության անատոմիան հետաքրքիր է տարբեր մասնագետների։ Արհեստական բանականությունից մենք փախնել չենք կարող։ Նա ներթափանցել է ոչ միայն տնտեսության տարբեր ճյուղեր, այլ մեր գրպանները արդեն ներթափանցել։ Այսինքն մենք ամենօրյա կարելի ասել ռեժիմով օգտագործում ենք արհեստական բանականության որոշակի կոմպոնենտներ։ Եվ դրա մասին պետք է ավելի ճիշտ խոսալ, որտեղ նա լի է նաև մարտահրավերներով։ Մենք պետք է հասկանանք, ոնց ճիշտ շփվենք արհեստական բանականության հետ, որտեղ են այդ սահմանները եւ որտեղ մենք պետք է զգուշորեն մոտենանք։ Այս փոփոխություններին պատրաստվելու համար Մուսայելյանի կարծիքով պետք է կրթել նոր սերունդներին։ Գագաթնաժողովի ընթացքում ներկայացվեց Step AI կրթական ծրագիրը, որի շրջանակում Երևանի ու մարզերի 15 ավագ դպրոցներում աշակերտներն ուսումնասիրում են արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում եւ ռոբոտաշինություն։ Նման մի ծրագիր հայաստանյան դպրոցներում իրականացնում է նաև FAST հիմնադրամը։ Մենք խանդով չենք վերաբերվել նման ծրագրին, ընդհակառակը Հայաստանի պես փոքր երկրում արհեստական բանականությամբ 2 տարբեր ծրագիր ունենալը դա նաև մի քիչ ճոխություն է եւ լավատեսորեն մոտենամ եւ հուսով եմ, որ 2 ծրագիրն էլ հաջողություն կունենան։ Մուսայելյանը շեշտում է Silicon Mountains-ը հնարավորություն է տալիս նոր համագործակցություններ ստեղծել, ինչի արդյունքում հուշագրեր են կնքվում, նոր ընկերություններ ստեղծվում։